Ուշադրություն, սերիալի ամբողջական դրվագների ներբեռնումը, տարածումը կամ տեղադրումը այլ հարթակներում օրենքի խախտում է և առաջացնում է իրավական պատասխանատվություն։ Բացառություն են կազմում միայն մինչև 5 րոպեանոց պրոմո տեսանյութերը, որոնք թույլատրվում և խրախուսվում են միայն սերիալների եթեր գնալուց հետո։ Բելա, ուզում եք ես մի բան հարցնեմ։ Ինչ։ Գրածդ նամակի պահով։ Ինչ է նշանակում այս նամակը։ Ես ուղղակի ուզում եմ հասկանամ քեզ։ Հա, բայց մենք խոսել ենք, չէ՞ դրա մասին։ Ինձ թվում էր, էլ կարիք չկա քննարկելու։ Ինչի մասին ենք խոսել, Բելա։ Մենք չենք քննարկել այն, ինչ դու գրել ես այս նամակի մեջ։ Ինչ եմ գրել։ Կարդամ։ Չէ, հիշում եմ։ Ես ընդհանրապես ուզում եմ հասկանամ։ Ախր էլ չգիտեմ ինչ ասեմ։ Ես գրել եմ այն, ինչ զգացել եմ։ Իսկ այդ ինչ զգացմունք է։ Հա։ Լավ, հեչ։ Մեզ ինչ է կատարվում։ Չգիտեմ, երևի սենց խոսալու չի։ Կարող ենք քննարկել, եթե ինչ-որ բան քեզ անհանգստացնում է։ Ես քեզ չեմ հասկանում։ Ես քեզ չեմ հասկանում, դու ինձ չես հասկանում։ Բայց մտածում ենք, որ մենք ընկերներ ենք։ Տենց լինում, հա։ Դե միշտ չի, որ դիմացինիդ ապրումները հասկանալի են։ Մեկ-մեկ ինքդ քո ապրումներն էլ չես հասկանում։ Այս իրոք սենց սրախոսով խոսալու բան չի։ Դե ուրեմն վաղը կխոսենք դպրոցում։ Վաղը։ Բա երբ։ Այսօր, հիմա։ Լուրջ եմ ասում։ Չէ, հնարավոր չի։ Ես կգամ։ Հա, բայց ես չեմ կարող դուրս գալ։ Ես բալկոնով կգամ։ Չէ, չի կարելի այդպես, Մելս։ Ինչի՞ չի կարելի։ Որովհետև ընկերները այդպես չեն անում։ Վաղը կխոսենք, հա։ Լավ, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Դե պաստուր, այդտեղը պաստուր։ Если вещи сенса хампа, вообще тема չի կամ խաղա։ Գոլ! Այսքան հարցակվում է, բա պիտի խփի։ Բապ, կանանք չէ ամեն իրիկուն։ Լավ ամեն իրիկուն չէ։ Գոնե հաճախ սենց իրար հետ նստենք, էլի։ Ես էլ շատ կուզենամ, բայց միշտ չի որ ստացվում է։ Դավո, գիտես ծնող երեխա հարաբերությունների դրաման ինչու՞մն է կայանում։ Ինչու՞մ։ Նրանով որ չենք հասկանում ձեզ։ Չէ, դա չայրած փոքրագույնն է։ Դրաման կայանում է նրանում, որ երբ մենք ձեզ պետք ենք, մենք ստիպված ենք աշխատել։ Ստիպված ենք ապահովել ձեր երիտասարդությունը, ձեր կրթությունը, մեր ծերությունը։ Բայց երբ դուք եք մեզ պետք, դուք չկաք, դուք եք ստիպված աշխատել, երեխաներ մեծացնել, ինչ որտեղ նաև մեր մասին հոգ տանել։ Ու ամբողջ ցավը նրանում է, որ այդ ժամանակը երբեք չի համընկնում։ Տխուրա։ Որքան էլ որ ես շատ ուզեմ այսպիսի երեկոներ անցկացնեմ քեզ հետ,
Բայց կան էլի կարևոր բաներ, որոնք ինչ որտեղ նաև հանուն քեզ արվում։ Սենց մի խոսք ասում են ինձ քո գործը պետք չի, ինձ դու ես պետք։ Ասեմ դա մասամբ ճիշտ։ Ավելին ունենալու, ապահոված լինելու ամենամեծ մոտիվացիան եղել ես դու։ Քո ծնվելուց հետո եմ ես ավելի մեծ ձգտումներ ունեցել, որ դու ավելի ապահոված ապրես։ Դե այդ ամեն ինչը նես չի վատա, բայց երբ որ բալանսավորված է։ Անսպասելի էր, որ կարանք այդ թեմայով իրար հետ քննարկում ունենանք։ Պապ, մենք իրար մասին այնքան բան չգիտենք։ Պապից մեկ թվում է դու քո պարտներների մասին ավելի շատ բան գիտես, քանի։ Օրինակ ինչ չգիտեմ քո մասին ասա։ Դե օրինակ գիտես դպրոցում եմ սիրարված, պապ։ Հա, լուրջ եմ ասում։ Ես կուզեի քեզանից խորհուրդներ լսել, պապ ջան։ Ես գիտեմ, թե դու ես սիրահարված, բայց այդ դու գիտես։ Քեզ թվում է, թե դու սիրահարված ես Սյուզին, բայց իրականում դու Շաքեին ես սիրում։ Չէ, պապ, ես ինչ ես ասում։ Շաքեն իմ ամենամոտ ընկերոջն է, չկա տենց բան։ Հենց դա էլ չի թողնում, որ դու ճշմարտությունը ընդունես։ Չէ, պապ, ես ինչ ես ասում, ոնց կարա տենց լինի։ Լսի, մի անգամ նկատեցի, թե դու ոնց ես Շաքեին նայում։ Մի քանի անգամ էլ լսեցի, թե ոնց ես իր մասին արտահայտվում։ Այն ինչ որ դու ասում էիր, կարա մենակ ասի սիրահարված տղամարդը հավատա ինձ։ Պապա, այս հենց այն է, ինչ ես ուզում եմ քեզ ապացուցեի։ Դու ինչ չես ճանաչում։ Այ որ ճանաչեիր, վստահ կլինեիր, որ ես չեմ կարող իմ ընկերոջն սիրարվեմ, պապ։ Դու ուղեղով այդպես ես մտածում, բայց սիրտդ քեզնից ավելի ճիշտ ուղեղից առաջ է անկել։ Պապ, չգիտեմ դու ինչ ես մտածել, ինչ ես տեսել, բայց չկա տենց բան։ Շաքեն իմ ընկերն է։ Հա, ոնց ուզում ես մտածել։ 5 րոպեից կգաս երկրորդ խաղակեսն է։ Երիտասարդություն։ Չուզեց ուշ ժամի դուրս գա։ Դաժե ասեցի կգամ հետևիցդ, ասես չէ։ Հա, բայց ինչի։ Դե ինքը չասեց, բայց հետո ես հասկացա։ Ու։ Դավոյն տեսա։ Պարզվում է այսքան ժամանակ գնում Սյուզիենց բակում կանգնում սպասում էր։ Գուցե անհանգստացնում էր։ Չգիտեմ Սյուզին բան չի ասում։ Այդ տղան չի հասկանում, որ անիմաստ է։ Սյուզին ամեն օր քո հետ է։ Քեզ թվում է Դավոյի համար է էական է։ Հա, բայց կար, ինչքան է շարունակվելու այս ամեն ինչը։ Չգիտեմ։ Կոնկրետ բան չեմ հարցրել, բայց մի քանի բան հասցրեցի ասեմ։ Երբ։ Այսօր վրդո։ Այսօր ասել եմ, որ ես գիտեմ այդ նամակների պահով։ Դե չդիմացա։ Կարեն էլ ինչ ես ասելու։ Կարող է Շաքեի մասին էլ ես ասել։ Չէ, իհարկե չէ։ Կարեն ինչի համար ես այդ մասին խոսել ընդհանրապես։ Ախր ինչ ենք պայմանավորվել մենք։ Լավ հանգստացի, վրդո ասում եմ չեմ տվել Շաքեի անունը։ Քեզ թվում է Դավոն չի հասկանալու։ Քեզ թվում է դա խոսացիք այդ թեման փակվեց գնաց։ Իրան էլա ձեր տալի, որ այդ թեման փակ մնա վրդո։ Կարեն ես քեզ զգուշացնում եմ, եթե մեզանից դուրս եկա որ Շաքին կապ ունի այդ նամակների հետ, ես քեզ չեմ ների։ Դժվար վրդո։ Ես զգուշացնում եմ, այլ բան չունեմ ասել։ Վրդո սպասի։ Աննորմալ է սպասի խոսանք։ Քնած չես դեռ։ Դու ինչի չես բարգել։ Արդյոք էի անում։ Դե ես կանեի, մամ։ Դու քո դասերի վրա կենտրոնացի, այնքան կհասցնես դեռ արդյոք անես։ Հա, բայց չեմ ուզում չարչարվես։ Վա, ես չեմ չարչարվում։ Ինձ համար քո մասին հոգ տանելը հաճույք է։ Դե պարկի քնի։ Էս ինչ էր։ Քամին էր ոնց որ ուղակի, մամ։ Էս քամի չի։
Այսպես մի քիչ ձախ նայի, այնտեղ քար կա։ Բարի երեկո ծյոց է դա։ Բարև Մելս ջան։ Ոնց եք։ Շատ լավ եմ։ Ուզում ես դա սուրենին էլ կանչեմ հացնես ոնց ա։ Չէ, կարիք չկա։ Կարևորը դուք լավ եք։ Այո, շատ լավ ենք, շնորհակալություն։ Դե լավ, ես գնամ արդեն, ուշա, ուրախ եմ որ ձեզ տեսա ծյոց է դա։ Սպասի Մելս ջան, ոտդ կաղկցի։ Սուրճ, թե կարկանդակ հյուրասիրեմ։ Չէ, մերսի շատ։ Ճիշտ է, շատ դժվար է հրաժարվել ձեր հյուրասիրությունից, բայց արդեն ուշա գնամ։ Գնա տղա ջան։ Բայց մի բան էլի ապագայի համար։ Խորհուրդ։ Հա, իհարկե։ Ուրեմն ասենց որ ուղիղ գնաս։ Հետո աչ թեքվես մի փոքր, այնտեղ մեծ երկաթյա դուր կտեսնես շագանակագույն։ Այսպես որ թակես, մենք կբացենք։ Մենք սովորաբար այդպես ենք անում։ Մերսի շատ որ հուշեցիք ծյոց է դա։ Հաջորդ անգամ տենց կանեմ։ Դե բարի գիշեր ձեզ։ Բարի գիշեր։ Էս ինչ էր Բելա։ Մամ, ես գաղափար չունեի, որ ինքը գալու է։ Ինչի գիշերով, ինչի բալկոնի տակ։ Չգիտեմ։ Ես մի անգամ էլ եմ այս տղուն տեսել, մեր բակից թաքուն դուրս էր գալիս։ Այն ժամանակ ձեն չհանեցի, ասեցի դու կասես։ Ինչա կատարվում Բելա։ Մամ, դե այն ժամանակ ինքը եկել էր, papan չէր թողել, որ ինքը ներս գա, ինքն էլ ուրիշ տարբերակ էր գտել ներս գալու համար։ Հիշում ես, որ papan ուզում էր դպրոցից փոխել, այդ օրը։ Այ որ հերը տեսել էր է։ Մամ, գիտեմ։ Դրա համար ես իր հետ վաղը շատ խիստ կխոսեմ։ Ընկերները չպիտի իրար սենց անհարմար դրության մեջ դնեն։ Ընկերները։ Ընկերները գիշերով չեն գալի բալկոնի տակ։ Այսինքն։ Այս ինչ ձեն էր, հա։ Չէ, ոչ մի բան։ Ինչ է եղել։ Ոչ մի բան չի եղել, ամեն ինչ լավ է։ Վայ, ես ինչ ժամ է, պարկի քնի Բելա, այսքան ուշ չի լինի։ Բարի գիշեր, Բարլես։ Բարի գիշեր։ Ձեր ժամանակ ես գտել խոսելու։ Ցերեկը թողած գիշերով ես խոսում։ Թող հանգստանա։ Արի։ Հա, ճիշտ ես ասում։ Կներես։ Մենք պայմանավորվել էինք, չէ՞ որ վաղը դպրոցում կխոսենք։ Լավ, հասկացա, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Եմ բերել։ Վախ, ապրես շատ։ Իսկ կարող ես սուրճ էիր ուզում։ Չէ։ Իսկ կարող ես որ արդեն սուրճ հասցրել ես խմել։ Դե մի ժամով դուրս էիր եկել։ Մարտա ասացի, որ գրախանութ եմ գնացել։ Հա, լավ։ Լավ էլի։ Չէ, ոչ մի բան չեմ ասում։ Ոչ մի բան չեմ ասում։ Բայց պատմի էլի։ Չեմ ուզում ոչ մի բան պատմեմ։ Որովհետև ես էլ դեռ չգիտեմ, թե ինչա կատարվում։ Իմ համար էլ ամեն ինչ շատ անորոշ։ Իսկ հիմա եթե ես քեզ ինչ-որ բան փորձեմ պատմել, դու պիտի ինձ հարցեր տաս, ասես ինչ ձև էր, ոնց իրեն պահեց, ինչ էր հագել եւ այլն նմանատիպ բաներ։ Ու երբ որ ես տենց բաներ սկսեմ պատմել իր մասին, իմ մեջ զգացմունքներ ինչ-որ կխորանան, բայց ես չեմ ուզում ոչ մի բան խորացնեմ, հասկանում ես։ Թող մնա այնպես, ինչպես որ կա։ Դե լավ։ Ոնց կուզես։ Լար։ Բայց լավ տղա է։
Դե հա։ Ուղղակի իրար դեռ քիչ ենք ճանաչում։ Դե լավ։ Կհամբերեմ։ Մի քիչ կհամբերեմ։ Երևի։ Քիչ։ Աշա Սերաֆիմովնա։ Մի քիչ դանդաղ։ Գեր առաքել, մի քիչ դանդաղ արդեն պիտի քայլենք։ Այս ես սկզբում պետքա դանդաղ քայլ լինի։ Հա, բայց ժամանակ չունենք, աշխատանքի պիտի գնանք։ Ինչա, չես կարողանում։ Ո՞վ չի կարողանում։ Կարողանում եմ, ոկես առավոտից վազում եմ, Դե շունչը կտրվում է։ Ես ուղղակի առավոտից վազում եմ, Բայց ինչ ես կանչել։ Թե ասեցի կքայլենք բան սուրճ։ Ընկեր առաքել։ Մենք մարզվելու չենք եկել։ Ասա Պավլովնա, բայց դու դրա կարիքը չունես, Ոչ։ Եկել ենք մարզվելու, ուրեմն կմարզվենք։ Գոնե կարաս ինչ ջուր հասցնես։ Ջուր, ծարավ ես։ Շատ ծարավ։ Հա ջուր ա ուզում։ Հա ծարավ ա։ Ասա։ Մի լարվի լավ։ Չեմ լարվում, մամ։ Ուղղակի մտածում եմ բժիշկը չմերժի խնդրանքս։ Հիշում ես, չէ՞, ինչ ենք պայմանավորվել։ Եթե մերժում է, ուրեմն չես համոզում։ Հա, մամ, հիշում եմ։ Կներեք որոշեք, Ոնց ես Սևակ ջան։ Լավ եմ, արդեն լավ եմ։ Սևակ։ Մամ, իրոք լավ եմ։ Սկսել է հաճախ թուլանալ, բաց գալ։ Հասկանալի է։ Դեղերը խմումա ոնց նշանակել եք։ 3 օրից կգաս արյուն կհանձնես, հաջորդ օրը կգաս առաջին քիմիայի համար։ Բժիշկ, ես մի խնդրանք ունեի ձեզ։ Լսում եմ, ասա Սևակ ջան, հանգիստ ասա։ Դպրոցում տարբեր միջոցառումներ կան, որոնց ուզում եմ մասնակցեմ։ Դա շատ կարևոր է իմ համար։ Ու դա համընկնում է իմ առաջի քիմիայի հետ։ Մենք կարանք առաջի քիմիան հետաձգենք 3-ից 4 շաբաթով։ Ես ասել եմ, որ դա շատ վատ գաղափար է, բայց վերջին խոսքը ձերն է, բժիշկ։ Սևակ ջան, մենք ուզում ենք որքան հնարավոր է շուտ սկսենք։ Իսկ ինչ կլինի, եթե մի քիչ հետաձգենք։ Դե դա շատ անկանխատեսելի է։ Իսկ ինչ որ տարբերակ կա, չէ։ Դե Սևակ, վերջ, ինչ էինք պայմանավորվել, որ չես համոզելու, չէ։ մի տեղ կա, որ դեռ փորձարկման փուլում է, ու եթե դուք գրավոր համաձայնություն տաք։ Իսկ ինչ կլինի։ 2 անգամ 1 ամսվա ընթացքում պետք է խմես։ Ու եթե արդյունքում ուռուցքի չափը փոքրացավ, կարող ենք համարել պրոգրես։ Իսկ հակացություններ։ Հակացությունների ամբողջական ցանկ դեռ չունենք, որտեղ ուսումնասիրություններ փուլում է գտնվում դեղը։ Իսկ մազաթափություն, վաց գալ։ Փորձարկողների 90%-ի մոտ անցել է առանց նման հետևանքների։ Ես համաձայն եմ։ Ես համաձայն չեմ, Սևակ։ Մամ, ընդամենը մի ամիս է։ Չէ, Սևակ, բժիշկ, խնդրում եմ, դուք ասեք, որ վատ գաղափար է։ Բոլոր դեպքերում ես կողմ եմ, որ քիմիան ժամանակին սկսենք ընդունել։ Ես համաձայն եմ այդտեղին։ Ման սպասի։ Դու իրավունք չունես սենց վարվելու, Սևակ, իրավունք չունես։ Մամ, խոսքը իմ կյանքի մասին է գնում։ Նաև իմ։
Իմ կյանքն ինչ իմաստ ունի առանց քեզ մտածել ես։ Չի իմաստ ունի։ Ես անգամ չասես նզմա։ Դու իրավունք չունես խլել ինձնից այս շանսը, իրավունք չունես զրկել ինձ ամենաթանկից։ Ես քեզ արգելում եմ։ Կներես նզմա։ Լսում ես։ Արգելում եմ։ Կներես նզմա։ Ես քեզ արգելում եմ։ Լսում ես։ Արգելում եմ։ Մամ, ամեն ինչ լավ է լինելու։ Ես զգում եմ, ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Առանց բուժման։ Չէ, այդ դեղը կօգնի։ Ու մի ամսից էլ քիմիա կսկսեմ։ Խոսք եմ տալիս։ Դու ես ամենը անում ես, որ Ժասմինը չիմանա, չէ՞ կամ հնարավորինս ուշ իմանա։ Մամ, Ժասմինը այստեղ կապ չունի։ Դե ուրեմն իմացի, ես քեզ զգուշացնում եմ, որ եթե դու քո բուժումը հետաձգես հանուն այդ աղջկա, ես անձամբ եմ ամեն ինչ պատմելու իրեն։ Մամ։ Այս ամենը քո կյանքի համար է։ Դե ուրեմն թող ես որոշեմ, թե ինչ եմ ուզում անեմ իմ կյանքի մնացած ժամանակի հետ։ Մամ, սպասի։ Ինձ մեկ-մեկ թվում է մենք ստեղ ավելի շատ ենք գնում, քան դասարանում։ Հա, ինձ էլ է տենց թվում։ Ինչի՞ց է բա։ Ինչի՞ց է ավելի լավ, չի։ Դե մարդ է սպասում։ Չգիտեմ։ Դու։ Ես չգիտեմ։ Ահա, ոնց որ էլ չենք սպասում, հա։ Դե ես մտնեմ դպրոց, դու մոտեցի։ Չէ, ես էլ եմ քո հետ գալիս։ Ստված Մելսի մոտ կգնաս։ Չէ։ Ման է եղել։ Սյուզ մեր մեջ ամեն ինչ վերջացած է։ Ես էլ չեմ պատրաստվում այս ամեն ինչը կուլ տամ։ Լավ, բայց ինչ է եղել։ Մեզ, ես ինչի սենց որ։ Մեղացած է։ Հիմա ինչ է եղել։ Ոչ մի բան։ Լավ, Շաքե, վիճել եք, կանցնի երևի, շատ մի նեղվի։ Սյուզ, որ մի բան հարցնեմ ինձ անկեղծ կպատասխանես։ Հա։ Քո կարծիքով Մելսին սիրում է։ Դե եթե ընկերությունը հետը տանում, ուրեմն սիրում է, դե չէ, խի պիտի ընկերություն աներ։ Իսկ Բելան։ Բելան քեզ սիրում է, թե չէ։ Սյուզի լուրջ բան եմ հարցնում։ Նկատի ունեմ Բելան Մելսին սիրում է, դուք մոտ եք, չէ, չի պատմել քեզ։ Ինչի ես ծիծաղում։ Դե որովհետև Բելայի պես աղջիկը չէր սիրահարվի Մելսին։ Իրա դուրը ավելի տենց ինտելեկտուալ, հանգիստ, ոչ ագրեսիվ տղաներ են դուր գալիս։ Ուզում ես ասես Մելսը անխելք է։ Դե չէ, ոնց բացատրեմ։ Ուղղակի Բելան ավելի շատ կսիրի Վարդանի պես տղաներին։ Մի րոպե։ Կարող է Բելան Վարդանին է սիրում։ Չէ, իրանք ուղղակի ընկերություն են անում։ Ասենք ոնց է Վարդանը Կարենի հետ։ Տենց էլ Բելայի։ Սյուզի, իսկ դու չես խանդում Կարենին։ Բելայի հանդեպ։ Չէ, ճիշտ է, Բելան շատ բարի, հասնող աղջիկ է, բայց իրանք ուղղակի ընկերություն են անում, ու դա ինձ բավական է։ Իսկ ինչ գիտես, կարող է խաբում է քեզ։ Չէ, Շաքե, տենց չեմ կարծում։ Համ էլ չեմ ուզում անիմաստ կասկածներ ունենամ, այդ ինձ պետք չի։ Հա, ու քեզ էլ նույն բանը խորհուրդ կտամ։ Անիմաստ այդ ամեն ինչով քեզ մի թունավորի։ Դու չես հասկանում, որ ես պատճառ ունեմ։ Օդից չեմ վերցնում։
Ասյանի եկել է, ամբողջ մարմինը ջարդված, ինչ է ինքը որոշել է, Առաքելին ցույց տա, որ ինքը ավելի ուժեղ է։ Հուսով եմ գոնե ստացվել է Ասիայի մոտ։ Չգիտեմ, դեռ Առաքելը չի երևացել։ Վահե, երեկվա գնահատականները էլեկտրոնային մատյանում չկային։ Ահա, ես հիմա դա եմ անում։ Այստեղ գրավորները անցկացնեմ ու անցնեմ մնացածին։ Այս ավարտականների Դավիթն է 8 ստացել։ Հա։ Դավիթը 8-ի է գրել։ Դե հա։ Իմ դասարանի Դավիթը։ Բայց ինչ եք զարմանում, աշխատում ենք հետը, որ արդյունքը լավ լինի, չէ։ Դու աշխատում ես Դավիթի հետ։ Չեմ հասկանում, ինչ կա զարմանալու, աշակերտս չի։ Դե չգիտեմ, բայց միանգամից 8։ Դե եթե արդյունք կա, ուրեմն լավ է։ Իհարկե լավ է եւ իհարկե արդյունք կա։ Բաղացած տեղ։ Հա, ոնց որ մի դաս է բաց թողել։ Հա, անցած ժամին չկա։ Վիճել եք։ Շաքե, դու ավելի լավ մարդու ես արժանի։ Մենք բոլորս էլ արժանի ենք նրան, ում սիրում ենք։ Պարզվում է ոչ բոլորս։ Եթե տենց լիներ, ես շուտվանից Վարդան, կներես, եթե ես քեզ նեղացնում եմ կամ նենց եմ անում, որ տխրես։ Ես անկեղծ չեմ ուզում, որ այդպես լինի։ Ես էլ չեմ ուզում դու ընդհանրապես տխրես, Շաքե։ Կապ չունի ում պատճառով։ Շատ կարևոր է, որ դու հասկանաս, որ յուրաքանչյուր տղա կցանկանա, որ դու իր կողքը լինես։ Ինձ պետք չի յուրաքանչյուր տղա, բայց ես էսպես էլ չեմ ուզում շարունակվի։ Այսինքն։ Չեմ կարծում, որ ես ում Էլսը կհաշտվենք։ Գիտես, ժամանակի ընթացքում կսովորես, հետո կհասկանաս, որ ես ճիշտ որոշում էր։ Իսկ կարող է հետո հասկանամ, որ ես սխալ որոշում էր։ Սա էլ մեր հյուրասիրությունը։ Չեմ հասկանում, ում մտքով է անցել, որ կարող եք օլիմպիադայի արդյունքները նշել ուսուցչանոցում։ Ինչի՞, լավ չի։ Չէ, սուշին լավ է, բայց ուսուցչանոցում։ Հակամանկավարժական է։ Հա? Իսկ ես կարծում եմ, որ մանկավարժը եւս մարդ է եւ կարող է երբեմն իրեն փոքրիկ թուլություններ թույլ տալ։ Հա, հատկապես Դա Վինչիի տեսքով։ Բայց բուֆետ կա, կարելի էր այնտեղ կազմակերպել այս ամենը։ Հա, բայց բուֆետում անընդհատ երեխաներ կան, գնում են գալիս են, գնում են գալիս են։ Համել եկեք չմոռանանք, որ մեր դպրոցը օլիմպիադայից 3 մեդալ ունի։ Մայրենի ու մաթեմատիկա առարկաներից։ Ինչպես որ շնորհավոր գոլեգաներ։ Շնորհավոր։
Ասա Մորիսովնա, ջուրը էր ուզել։ Առաքել։ 4 ժամ առաջ եմ ուզել։ Շատ արագ ես վազում, չասա հետևից հետ։ Ես բան։ Պատարակ աղջիկա։ Հայ ջան վերկաց նստեմ էլի։ Պիտոնան։ Ընդ Հաստատ ուղարկել եմ։ Ուզում էի միջև հանձնելս տեսնեիր։ Նա ես դու, ես էլ մեյլս, նայի որ չկա։ Իսկ կարող ես բամերի մեջ հանգել։ Չգիտեմ, նայի ես պետ ջուր բրում գա։ Կար։ Չէ, բայց ուրիշ բան կար։ Ինչ։ Բելայի հետ նամակներ, շարադրություն, էսե։ Եթե չէ։ Ես ինչի սրա մասին չգիտեմ, Լևոն։ Բելան քո փոխարեն գրավորներ ա գրում։ Tonight, revitalize my heart. Don't you run away. Don't run away today.